Ողջույն, եթերում ABC լուրերի հերթական թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ ԱԱԾ-ն մտել է Էջմիածնի քիմիկների զորամաս, կան ձերբակալվածներ։ Տաշիր կապիտալի անունից դիմում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ինչ են առաջարկում։ Հայկական պատվիրակությունն Ադրբեջանում, ադրբեջանական պատվիրակությունը Հայաստանում, ինչ է առաջարկում Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովում օրակարգից հանում են Արցախ վերադարձի հարցը, իսկ Մեծ Բրիտանիայի համայնքների և լորդերի պալատները քննարկում են այն, ինչ է տեղի ունեցել Անգլիայում։ Ով է աշխատանքից ազատված փոխոստիկանապետը և ինչով է հայտնի։ Ազգային անվտանգության ծառայությունը մտել է Էջմիածնի քիմիկների զորամաս։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի Էջմիածնի քիմիկների զորամասում առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդում են ստացել Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից։ Ավելի վաղ հրապարակը գրել էր, որ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գիշերը մտել են Էջմիածնի քիմիկների զորամաս, կան ձերբակալվածներ, այդ թվում բարձրաստիճան զինվորականներ։ Իսկ ժամեր առաջ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատար ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ 46-ամյա գեներալ-մայորը ունի 2 մասնագիտություն՝ մարզիչ մանկավարժ և իրավագետ։ Ավարտել է նախ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, ապա Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի մագիստրատուրան, ստանալով իրավագիտության մասնագիտություն։ 2012-ից 20 թվականներին Հայկ Բաբայանը զբաղեցրել է ոստիկանության զորքերի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը։ 2020 թվականի նոյեմբերի 16-ին նշանակել են ոստիկանության զորքերի հրամանատար և ոստիկանության պետի տեղակալ։ Ըստ մամուլում տարածված լուրերի եղել է բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների գործողությունները համակարգողը։ Ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարագրել է 5 հողամաս, 2 անհատական բնակելի տուն, 1 ավտոմեքենա։ Ներքին գործերի նախարարությունից ստացած 13 միլիոն դրամ 330 հազար եկամուտ։ Իսկ 9 օր անց կալանավայրից առաջին անգամ նամակ է գրել Գյումրու կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանը։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իր ձերբակալության օրերին կանգնել էին իր կողքին ու պաշտպանում էին Գյումրին։ Ղուկասյանի խոսքով այդ օրը գյումրեցիները ցույց են տվել հաստատակամություն և համախմբվածություն։ Ղուկասյանի գործը մեկնաբանել է նաև Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ Հայաստանի ուժային մարմինների աշխատանքը երկրի ներքին գործն է, սակայն զարմանալին այն է, որ միութենական պետության մասին խոսքերն ընկալվում են որպես ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ։ Նման մեղադրանքները հատկապես տարօրինակ են հնչում Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների և քաղաքական գործիչների Եվրամիությանը անդամակցելու ուղղությամբ Հայաստանի ընթացքի մասին բազմաթիվ հայտարարությունների ֆոնին։ Հիշեցնեմ, որ 2025 թվականի գարնանը Հայաստանում ընդունվել է օրենք համապատասխան գործընթաց սկսելու մասին։ Հետաքրքիր է ինչ են մտածում այդ մասին երկրի իրավապահ մարմինները, չէ՞ որ ԵՄ-ին անդամակցելը ենթադրում է արտաքին քաղաքականություն, տնտեսության միգրացիայի, դրամավարկային քաղաքականության և շատ այլ ոլորտներում ազգային ինքնիշխանության սահմանափակում։ ԵՄ-ին անդամակցողները պետք է որոշակիորեն զիջեն նաև ինքնիշխանություն արտաքին քաղաքական որոշումներ կայացնելիս։ Եվրամիությունում թեկնածուներից պահանջում են կիրառել պատժամիջոցներ նրանց նկատմամբ, ում ԵՄ-ն համարում է իր թշնամի։ Այդուհանդերձ Հայաստանում եվրաինտեգրմանը աջակցելու համար ոչ մի քրեական պատասխանատվության կամ քրեական գործի մասին խոսք չկա։ Քաղաքական դաշտում սկսվել է ընդդիմադիրների դեմ հերթական արշավը։ Քաղաքագետներն ասում են, իշխանությունն այսպես ապահովագրում է իր խաղաղությունը մրցակիցներին վերացնելով ընտրությունից առաջ։ Սեդա Մակարյանի ռեպորտաժը։ Խորհրդարանական ընտրությունից ամիսներ առաջ զանգվածաբար իզոլացվում են ընդդիմադիր համայնքապետները։ Քաղաքագետներն ու ընդդիմադիր պաշտոնյաներն ասում են, ընդդիմադիր համայնքապետներին կալանավորելով, ձերբակալելով ու նրանց դեմ գործեր հարուցելով, իշխանությունը փորձում է մաքրել քաղաքական դաշտը հակառակորդներից։ Իշխանությունները լուրջ մտահոգված են իրենց հանրային վարկանիշում, որը, ինչպես իրենք են շատ սիրում ասել, դրսևորում է պատմական ամենացածր նիշը։ Այնպես որ սա բնական է, այսինքն իրենք շատ լավ հասկանում են, որ ընտրությունները տեղական իշխանության մարմիններում ինչ որ մի տեսակ լակմուսի թուղթ է։
Վերջին մի քանի օրվա ընթացքում կալանավորել են Մասիսի համայնքապետին, որը նաև խորհրդարանական պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածուն է։ Իսկ Բյուրեղավանի համայնքապետի դեմ մեղադրանք է առաջադրվել, նրան զրկել են լիազորություններից։ Հակոբ Բալասյանն այդ մասին իմացել է մամուլից, նրան մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Հարգելի բյուրեղավանցիներ, շուրջ 2 տարի առաջ հարուցված այս քրեական գործի շրջանակներում ենթադրաբար հարձակվել են հարյուրավոր քաղաքացիներ, որի արդյունքում ինձ առաջադրվել է ակնհայտ անհիմն մեղադրանք, որը ես չեմ ընդունել։ Դատարանը կորոշի մեղավոր եմ թե ոչ։ Մեր համայնքում բոլորը գիտեն ով է իր ապրածով եւ արած գործերով։ Մի քանի չկողմնորոշված անդեմ անձինք ամեն ինչ անում են մեր միասնությունը եւ քաղաքի անդորը խանգարելու համար։ Իրենք չեն հաջողելու։ Բալասյանն ընտրվել էր Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով։ Ապարանի համայնքապետարանում հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած քննչական գործողություններից հետո կալանավորել են 9 անձի, նրանցից 3-ը համայնքապետարանի աշխատակիցներ են։ Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը եւս պատահական չի համարում, որ ընդդիմադիրների դեմ ռեպրեսիաները սկսվել են հենց հիմա, երբ ընտրությանը մնացել են հաշված ամիսներ։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է գալիք ընտրություններին։ Գալիք ընտրություններից առաջ նա փորձում է մաքրել քաղաքական դաշտը իր հակառակորդներից։ Տեղական համակարգերում ինքը շատ քիչ ձայն ունի, դա բոլորը գիտեն։ Նույնիսկ տեղական գործիչները ԿՊ-ական ավելի բարձր վարկանիշ ունեն, քան ԿՊ-ն եւ հատկապես Նիկոլ Փաշինյանը։ Ինքն էլ դա շատ գիտի։ Առավել եւս ընդդիմադիր տեղական գործիչների գոյությունը իր համար ուղղակի սպառնալիք է ընտրություններից առաջ։ Ըստ մասնագետների, սա նաև մեսիջ է վաղարշապատի ընտրությունից առաջ, փորձում են վախի մթնոլորտ ստեղծել։ Փորձում են ցանկացած գնով ձևավորել վախի մթնոլորտ, եթե հնարավոր է այդ կերպ նվազեցնել նաև ակտիվությունը համայնքների ազգաբնակչության եւ դրանով իսկ փորձել, կրկնում եմ, փորձել երաշխավորել տեղերում իրենց ներկայացների ախտանակը։ Դա չի ստացվելու։ Քաղաքագետն ասում է, բռնապետական ռեժիմի ղեկավարները միշտ փորձել են այս տեխնոլոգիաներով վերարտադրվել։ Փաշինյանը լավ գիտի, որ իր շանսերը քիչ են արդար ընտրության պարագայում, ուստի նա ջանքեր է գործադրում։ Միշտ փորձել են, մտածել են, որ եթե իրենք ուժով փորձեն ճնշել, վախի մթնոլորտ ձևանել, ապա իրենք կարող են հաջողության հասնել։ Բացառությամբ տոտալիտար, բացարձակ տոտալիտար գործիչները, ինչպես ասենք, օրինակ Մուամմար Քադաֆիներ կամ Սադամ Հուսեյններ, մնացած այն կիսա ավտորիտար գործիչները այդ տիպի քայլերի արդյունքում պարտվել են։ Որ գործող վարչապետը չի հաջողելու, վստահ է նաև նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Ինչպես խաղաղություն կոչվածն է նախընտրական ճամարտակություն, այդպես էլ այս գործողությունները։ Հարությունյանը չի բացառում նաև արտահերթ ընտրության հավանականությունը, որտեղ իշխանության միակույսը ուժայիններն են լինելու։ Հանրությունն այլևս չի վստահում գործող իշխանությանը։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Դաշիր կապիտալը դիմում է ներկայացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Առաջարկում են նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանի խոսքով բացառապես քաղաքական դրդապատճառներով երկիրը կորցնում է գրավչությունը։ Եթե հետցում կառավարման տապալում տեղի ունեցավ, դրա հետևանքը բոլորս ենք զգալու սեփական մաշկի վրա, ասել է Մելոյանը։ Փաստաբան Վարդան Ալոյանի խոսքով էլ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախորդ անգամ դիմումը մերժել էր պատճառաբանելով, որպես հիմք ընդունված 6 ամսվա կտրվածքով կատարված հաշվարկը։ Հիմա կրկին դիմում են ներկայացրել մոտ 1 տարվա հաշվարկով։ Հիմա նորից դիմումը ներկայացացինք, արդեն ներկայացնելով գրեթե 1 տարվա հաշվարկ թիվը հիմք ընդունելով, որը արդեն իսկ կազմում է 6 միլիարդից ավել գումար, այսինքն նախորդ 3-6 միլիարդը մի բան էլ մեր կանխատեսումների համաձայն ավելացել հասել է 6 միլիարդի։ Եվ կրկին անգամ դիմումը խնդրեցինք վերանայել սակագինը եւ իջացնել։ Եթե այդ միջոցները առկա են ու այդ միջոցները հնարավորություն են տալիս սակագնային պլանը իջեցնելու քաղաքացու կրկին ընդգծում եմ սոցիալ-տնտեսական բեռը մի փոքր թոթափելու նպատակով, մենք պետք է նպաստենք, որ այդ ուղղությամբ միջոցը ծախսվի, ոչ թե օգտագործվի կրկին պարգևավճարներ եւ աշխատավարձներ բաշխելու վրա։
Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչպես էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար կարող է իջնել 3 դրամով։ Նրա խոսքով 2024 թվականին ունեցել ենք էլեկտրաէներգիայի մոտ 5 միլիարդ կիլովատ մուտք, որից 2.130 միլիարդ կիլովատը բնակչությունից։ Չնայած ԿՊ-ական կառավարիչ նշանակելուց հետո կորուստների շեշտակի աճ կա, հին իներցիայի շնորհիվ այս պահին կա 6 միլիարդ դրամի ավելացած գումար։ Հետցում, գրել է Կարապետյանը։ Ադրբեջանական պատվիրակությունները այցելելու են Հայաստան, իսկ հայկական պատվիրակությունները Ադրբեջան, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու հորդորել ժողովրդին պատրաստ լինել դրան։ Սիմոնյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի ներկայացուցիչների Հայաստան չգալուն, ասել է, որ դա պայմանավորված է Եվրանեստ կազմակերպության հետ հարաբերություններով։ Առանձնացրել ենք Սիմոնյանի ճեպազրույցի առանցքային կետերը։ Մենք ամրագոտին գցել ենք եւ շարունակելու ենք տարբեր ամրագոտիներ գցել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ընդդիմախոսներ չկան։ Կան մարդիկ, որոնք վիրավորում են եւ որևէ բան չեն առաջարկում։ Այն մարդիկ, որոնք բանտերում են, ասեմ ավելին, մենք ուշացրել ենք դա։ Շուտ պետք է անենք։ Երկաթե մանդատը սկսել է գործել, մուրճը գործում է եւ գործելու է։ Հարաբերությունների հարցը օրակարգում է եւ առաջնահերթություն է, իսկ բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի հարցը ոչ։ ԿՊ-ականները դեմ են քվեարկել падգամավորներ Արթուր Խաչատրյանի, Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի եւ Եվրախորհրդարանի 2 սոցիալիստ падգամավորների ներկայացրած բանաձևին, որով Ադրբեջանից պահանջում էին միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքը։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով ԿՊ-ականները հորդորել են եվրոպացիներին առաջարկին կողմ չքվեարկել։ Ավելին, ԿՊ-ական падգամավոր Արման Եղոյանը հայտարարել է. Հայաստանի Հանրապետության իշխանությունը Ադրբեջանին չի ներկայացնում պահանջ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների վերադարձի համար։ Շատ շնորհակալություն հարգարժան գործընկերներ, փոփոխությունը, որ պարոն Խաչատրյանը խոսում էր, որի մասին նա խոսում էր, հետևյալի մասին է Ադրբեջանի պարտադրել անմիջապես ռազմագերիներին եւ այլ պահվող անձանց բաց թողնել, մենք դեմ չենք այս նախադասությանը եւ երաշխավորել բռնի կերպով տեղահանված Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց վերադառնալ անվտանգ իրենց հայրենիք, Հայաստանի կառավարությունը պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են Հայաստանի արտաքին քաղաքականության համար, այս պահին չեն ներկայացնում նման պահանջ Ադրբեջանին։ Ուղղակի տեղեկատվության համար է ուզում սրանով կիսվել։ Փոխարենը հարցը քննարկում են Լոնդոնում շվեյցարական խաղաղության նախաձեռնություն Լեռնային Ղարաբաղի համար նախաձեռնության պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի միջկուսակցական խորհրդարանական բոլոր կուսակցությունների խումբ Հայաստանի համար խմբի ներկայացուցիչների եւ քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության ղեկավար Ջոն Այբների հետ։ Քննարկման առանցքային թեման Արցախի մեր հայրենակիցների հավաքական վերադարձի իրավունքի պաշտպանության, նաեւ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցներ։ ԱՄՆ-ն պատրաստվում է հարվածներ հասցնել Վենեսուելայի ռազմական օբյեկտներին, գրում է Wall Street Journal պարբերականը։ Ըստ Պիտակ տունն արդեն իսկ բացահայտել է թմրանյութերի մաքսանենգության համար ենթադրաբար գործածվող թիրախները։ Դրանց թվում են նավահանգիստները, ծովային օբյեկտները եւ օդանավակայանները։ Լրագրողները ցամաքային թիրախների վրա հնարավոր հարձակումներն անվանում են նշանակալի սրացում։ Նախկինում Միացյալ Նահանգները հարվածում էր միայն թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ենթադրաբար ներգրավված նավերին։ Հանդիպել են Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները, քննարկել են ռազմավարական գործընկերության քաղաքական, տնտեսական եւ մարդասիրական ասպեկտները, Ադրբեջանի եւ Վրաստանի միջև անվտանգության հարցերը, ընդգծել են տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու համատեղ ջանքերի կարեւորությունը։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Դոնալդ Թրամփը կարգադրել է վերսկսել միջուկային փորձարկումներն ԱՄՆ-ում, նա բացատրել է, թե ինչու։ Միացյալ Նահանգների կողմից միջուկային փորձարկումների վերսկսումը 30-ամյա մորատորիումից հետո տեղին է, հաշվի առնելով, որ նման փորձարկումներ են անցկացնում այլ երկրներ։ Հարավային Կորեայից վերադառնալու ճանապարհին լրագրողներին ասել է Թրամփը. Մենք ավելի շատ միջուկային զենք ունենք, քան որևէ մեկը։ Մենք չենք փորձարկում, բայց քանի որ ուրիշներն են դա անում, կարծում եմ մեզ համար էլ նպատակահարմար կլինի նույնն անել, ասել է նա։
Թրամփը չի մանրամասնել, թե երբ կամ որտեղ են տեղի ունենալու միջուկային փորձարկումները, նշելով միայն, որ ունեն փորձարկման վայրեր։ Դրա մասին կհայտարարվի ավելի ուշ, ասել է նա։ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական գեներալ Մայք Ֆլինը Սպիտակ տան ղեկավարի միջուկային փորձարկումների վերաբերյալ արված արտահայտություններից հետո հայտարարել է, որ պատերազմն անխուսափելի է։ Քաղաքականության եւ նպատակների փոփոխությունները կարող են հանգեցնել պատերազմի բնույթի եւ վարման փոփոխությունների, եւ երբ քաղաքական նպատակները դառնում են ավելի սահմանափակ եւ աներևակայելի, պատերազմը դառնում է անխուսափելի։ Ամուր կապեք ձեր գոտիները, զինվորականներ, սոցիալական հարթակի իր էջում գրել է Ֆլինը։ Թրամփի խոսքերը մեկնաբանել է նաև Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ փորձարկել միջուկային զենքը։ Թրամփը նոր սկանդալային գրառում է արել։ Նա հանցագործ եւ տգեղ մարդ է անվանել իր նախորդին, Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջո Բայդենին։ Նա հանցագործ է եւ պետք է բանտում լինի։ Նա մեծ անհաջողակ է եւ նողկալի մարդ, տգեղ մարդ թե ներսից եւ թե դրսից, գրել է Թրամփը սոցցանցի իր էջում։ Լուվրի կողոպուտի գործով եւս 5 կասկածյալ է ձերբակալվել։ Այսպիսով աղմկահարույց գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասել է 7-ի։ Գողացված զարդերը դեռևս չեն վերադարձվել։ Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը գլխավոր կասկածյալն է։ Մենք նրան հետևում էինք, ասել է Ֆրանսիայի գլխավոր դատախազը։ Ինչ վերաբերում է կալանքի տակ գտնվող մյուս անձանց, նրանք այն մարդիկ են, ովքեր կարող են մեզ տեղեկություններ տրամադրել տեղի ունեցածի մասին, հավելել է նա։ Ըստ դատախազի դեռևս վաղ է կասկածյալների մասին լրացուցիչ մանրամասներ հաղորդելու համար։ 5 անձինք ձերբակալվել են Փարիզում եւ հարակից արվարձաններում։ Երկուսն էլ ձերբակալվել էին անցած շաբաթ օրը, մեկը Փարիզի արվարձանում, մյուսը Շարլ դե Գոլի անվան օդանավակայանում ինքնաթիռ նստելուց առաջ։ Հորդարատ անձրևների պատճառով հեղեղվել են Նյու Յորքի փողոցները, հաղորդվում է 2 զոհի մասին։ Տեղումների մակարդակով ռեկորդ է սահմանվել, գերազանցելով 1917 թվականի ցուցանիշը։ Մեգապոլիսի որոշ շրջաններում էլեկտրաէներգիան անջատված է։ Նեպալում հսկայական ձնահյուսը գահավիժել ու ծածկել է զբոսաշրջիկների ճամբարը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում, Մեծ Բրիտանիայի թագավորը զրկել է եղբորը թագավորական տիտղոսներից։ Չարլզ III-ի եղբորը թագավորական տիտղոսներից զրկելու պատճառն արքայազն Էնդրյուի եւ անչափահասների սեռական շահագործման համար մեղադրվող ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի ընկերական կապերն է։ Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Էնդրյուն ստիպված կլինի լքել Վինդզորի Ռոյալ Լոջ առանձնատունը։ Նա կտեղափոխվի Նորֆոլկի Սանդրինգհեմի կալվածքի մասնավորտում, որը կֆինանսավորի թագավորը։ Էնդրյուի դուստրերը արքայադուստր Եվգենիան եւ արքայադուստր Բեատրիսը կպահպանեն իրենց տիտղոսները։ Այսքանն էինք նախատեսել այս ժամի համար, շնորհակալություն ուշադրության համար, ժամը 18-ին իմ գործընկեր Աննա Սարգսյանը կանդրադառնա օրվա գլխավոր թեմաներին։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am